IT ճյուղ ստարտափ փուլ, որպեսզի նորաստեղծ ընկերությունները փողի պակաս չունենան իրենց նույնիսկ ամենահամարձակ գաղափարն առաջ տանելու, Հայաստանը տեղայնացնում է ֆինանսական նոր գործիք, որն աշխարհին հայտնի է փոխարկելի պարտք կամ պարտավորագիր անունով։ Այն սովորական պարտքի ու կապիտալում ներդրման միջին տարբերակն է։ Ռիսկային ներդրումը հետ ստանալիս հնարավորություն է տալիս ընտրել, եթե նախագիծը տապալվել է վերցնել գումարը հաջողելու դեպքում փողին համարժեք բիզնեսի փայատեր դառնալ, բացատրում է իրավախորհրդատուն։ Եթե ընկերության գործերը, այսպես ասած, լավ են ընթանում եւ ընկերությունը աճում է առաջընթաց տեմպերով, լավ ցուցանիշներ է ցույց տալիս, ապա իհարկե միայն տոկոսները ստանալը ներդրողին կարող է հետաքրքիր չլինել, քանի որ ստանալով բաժնետոմսերը, այդ բաժնետոմսերը կարող են ունենալ շատ ավելի մեծ արժեք, թե իրենց շուկայական արժեքի տեսանկյունից եւ թե դրանցից ստացվող շահբաժինների տեսանկյունից։ Ֆինանսական նոր գործիքից ստարտափների օգուտն էլ կլինի ներգրավող միջոցների տոկոսադրույքի իջեցումը, պնդում են ներդրումային խորհրդում։ Հարցը երկրի բիզնես միջավայրը բարելավող վզեբի այս գրասենյակ է բերել տեխնոլոգիական ոլորտի հետ սերտ աշխատող ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։ Ուսումնասիրել են, ներկայացրել փոխվարչապետի գլխավորած ՓՄՁ խորհրդի նիստին։ Երկար քննարկումներից հետո որոշվել է լրացնել օրենքն այնպես, որ իր մտքերով ոգևորված ծրագրավորողն ու ներդրողը կարողանան հաշվել, պայմանագրում ֆիքսել տվյալ գումարը հետո ինչ արդյունքի համարժեք կլինի։ Հետագայում պրոդուկտը երբ որ կայանում է, գնահատվում է արդեն իրական արժեքը հնարավոր է լինում հասկանալ, այդ փուլում է, որ կարող են խոսել եւ հասկանալ, թե իրականում այդ ներդրումը ինչ չափի բաժնեմասի է համապատասխանում։ Հենց ստեղ է կայանում այդ հիմնական մեխեզ գործիքի։ Ստարտափների ֆինանսավորող գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցից արձագանքում են։ Փոխարկելի պարտքը յուրօրինակ երաշխիք է ներդրողի համար եւ վաղուց կիրառվում է թե սիլիկոնային հովտում, թե զարգացած ՏՏ ունեցող պետություններում։ Ինչը հաշվի առնելով կոնկրետ իրենց թենը 1.3 միլիոն դոլարի 26 գործարքից 4 ներդրումն է, որ արել է Հայաստանում գրանցված ընկերությունը։ Դա առաջին հերթին ներդրողներին վստահություն է տալու, որ իրենք ներդրում կատարելով չեն ունենա խնդիր այն պարագայում, երբ որ արդեն ստարտափը զարգացման փուլում է գտնվելու։ Նաև կարծում եմ շատ կարևոր է նշել, որ երկրի դիրքավորման տեսանկյունից շատ կարևոր է այդ փաստը, որ երկրում արդեն գործում է նման մոդելին համապատասխանող օրենսդրությունը։ Ըստ Օսիպյանի, արտասահմանյան վենչուրային ֆոնդերն ու ներդրող այլ կառույցները մեր երկրին այլ աչքով նայեցին նաև, երբ սկսեցինք ոլորտում սեյֆ պայմանագիր կիրառել։ Նմանատիպ օրենսդրական այս լուծումը թույլ կտա ունեցած խոստումնալից IT գաղափարների վրա դրսից նոր փողեր բերել։ Եթե մենք ուզում ենք վաղը մյուս օր ունենալ համակարգորը հենց այս երկրում ստեղծում այդ ստարտափները եւ ինովացիաները, մենք պարտավոր ենք օրենսդրական համապատասխան լուծումներ ունենալ, որպեսզի վաղը մյուս օր ներդրողը, որը կատարեց հայկական ընկերությունում ներդրում, ինքը խնդիր չունենա։ Այս տեսանկյունից այս նախաձեռնությունը քրիտիկական կարևորություն է ունենում։ Կարող եմ վստահաբար ասել, որ այո, կան տենց գաղափարներ, որոնք նաև կարող են հենց միջազգային առումով ստանալ որոշակի բարձր գնահատականներ եւ ունենալ արդյունքներ։ Բայց այդ ամեն ինչի համար մենք պետք է ապահովենք այդ միջավայրի առկայությունը։ Ներդրումային խորհրդում նույնիսկ հաշվել են, երկրում օրենքը եթե 3 տարի առաջ ընդունվեր, 1200 ստարտափ կկարողանար մինչ սաղմնային փուլում 50,000 դոլար ներդրում ստանալ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք բավականին զգալի չափի պոտենցիալ ներդրումներ են, մինչև 60 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք հասնող ներդրումներ, որոնք որ կարող են ներգրավել, եւ մենք լիահույս ենք, որ գործիքի ներդրումը լրացիչ խթան կլինի, որպեսզի այդ ներդրումների զգալի ծավալը հնարավոր լինի ներգրավել հայկական ընկերությունները։ Փոխարկելի պարտք կիրառող օրենսդրական լրացումը մայիսի վերջին ազգային ժողովում հաստատվեց, պաշտոնապես հրապարակվի, ուժի մեջ կմտնի։ Հերմինե Բաղդասարյան, Էդգար Դավթյան լուրեր։